Այս փոքր ակցիան կազմակերպել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Սրանից հետո մենք նաև ակցիան շարունակելու ենք դատախազության դիմաց, տարբեր ասելիքներով ենք այստեղ եւ այնտեղ լինելու։ Այսօր ներկայացնելու ենք պահանջագիր Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը եւ սպասում ենք, որպեսզի պատասխանատու որևէ պաշտոնյա իջնի եւ պատասխանի մեր հարցերին։ Ուր է ձեր 2021 թվականի խոստումները։ Ուր է այն, ինչ նույնիսկ 1 տարի առաջ, երբ արդեն Արցախը բռնի տեղահանվել էր, երբ Արցախի էթնիկ զտումը, բռնի տեղահանությունը տեղի էր ունեցել, խոստանում եք զբաղվել արցախցիների իրավունքներով։ Ձեր ծրագրով 2021 թվականի ծրագրով դուք եւս մեկ անգամ խաբել, մանիպուլացրել եք ժողովրդին։ Դադարեցրեք Մինսկի խմբի համանախագահության ծրելու մասին ձեր անօգնական, ձեր անգործունակության մասին խոսող հայտարարությունները։ Դիմել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարին եւ Եվրոպայի խորհրդին նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն եւ ինքնորոշված վերադարձի ապահովմանը։ Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցներին եւ Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին հայերի շինծ ու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։ 4. Դիմել որևէ չեզոք եւ պատրաստական երկրի, օրինակ Շվեյցարիային, խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել հայկական շահերի բաժին եւ ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը։ Դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ Եվրոպայի խորհրդին Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն, ուսումնասիրելու եւ փաստագրելու մշակութային ժառանգության եւ հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։ Պահանջագիրը հանձնում ենք եւ շարժվում ենք դեպի դատախազություն։ Շատ կարևոր է, որ այսօր հավաքվածներս գիտակցենք ինչ ենք հենց գտնվում այս շենքի առջև։ Ատելության խոսքը ամեն օր ավելի է շատանում դեպի արցախցիները։ Այստեղ ես մի քանի օրինակ էի բերել, կարողացել ենք ամենասուր 10 օրինակներ ընդգծել եւ հաղորդում ենք տալու դրանց մասին։ Մենք այստեղ ենք, քանի որ իշխանությունները, դատախազությունը, իրավական մարմինները չեն կատարում իրենց առջև դրված աշխատանքը։ Մենք չպետք է գանք եւ պահանջենք, որպեսզի մեզ պաշտպանեն։ Օրենքով սահմանված է, երբ ատելության խոսք է տարածվում, իրավապահ մարմինները պետք է անմիջապես արձագանքեն եւ պատասխանատվության ենթարկեն։ Օրինակներից ամենավառը ցավալին ինձ համար այն է, որ իշխանության գլուխգործոցները, այստեղ որ նստած են կառավարության շենքում, հենց իրանք են ատելության խոսքը տարածում։ Բոլոր քաղաքացիները, անկախ իրենց ծագումից, Արցախից են, Գյումրիից են, չգիտեմ, Արտաշատից են, մենք բոլորս կանգնած ենք կողք կողքի եւ մենք միասին ենք պայքարում մեր ընդհանուր իրավունքների համար։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի մերձիշխանական, այսպես կոչված լրատվական իր զզվերի քարոզով չի կարողանա բաժանել Հայաստանի հային եւ Արցախի հային իրարից։ Այժմ Սաիդ Աբովոսյանի ձեռամբ հանձնում ենք հանցագործությունների մասին հաղորդման հերթական փաթեթը։